Բարև հարգելի ֆուտբոլասերներ, շարունակում է Winter Cup-ի հետաքրքիր հանդիպումների շարքը։ Այսօր բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու երկրորդ տուրի Կադիս Յուվենտուս հանդիպման ընթացքին, ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, մոտեցել են հաղթական տրամադրվածությամբ։ Եվ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն եւ ֆուտբոլային երեկոն ավարտեն հաղթական նոտաներով։ Քիչ անց վայրկյաններ անց կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը։ Այո, խաղը մեկնարկում է, գնդակով Կադիսի ֆուտբոլիստներն են։ Այսպայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին, սկսենք Յուվենտուսից։ Համար 4 Արթուր Զաքարյան, համար 5 Արամ Մակարյան, համար 7 Դավիթ Մարտիրոսյան, համար 9 Մանվել Այվազյան, համար 10 Արթուր Աչեմյան, համար 11 Սերգեյ Եսայան, համար 12 Գևորգ Լորդանյան, համար 13 Ռոբ Արաքելյան, համար 15 Նարեկ Մարտիրոսյան, համար 34 Նարեկ Մարտիրոսյան, համար 88 Սերգեյ Ղազարյան և համար 89 Արման Հարությունյան։ Կադիս դարպասում Ռուբիկ Ջուլհակյան, համար 3 Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 9 Դերենիկ Աղումյան, համար 10 Սևադա Օհանյան, համար 19 Դանիել Հակոբյան, համար 30 Աշոտ Համբարձումյան, համար 32 Սիրաբյոն Բաբախանյան և համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Գնդակով Յուվենտուսի ֆուտբոլիստներն են։ Այվազյան, փոխանցում է Չեզար, փոխանցում արված և հաշիվը բացված է, բարեկամներ, հաշիվը բացված է Դավիթ Մարտիրոսյան, համար 7 բացում է հաշիվը։ Խաղի երրորդ րոպեին Դավիթ Մարտիրոսյանը բացում է հաշիվը և հիմա հերթը Կադիսին է գրոհելու։ Առաջին տուրում Յուվենտուսը 1-2 հաշվով հաղթել է Բետիսին և այսօր կփորձի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տանի երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Ինչպես ասում են, մեկնարկը արդեն տրված է, հաշիվը բացված է։ Հեռու տարածությունից հարված, բայց անհաջող էր հարվածը։
փոխանցում։ Բավականին լավ մարզավիճակում են Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Բետիսի դեմ մրցավեճում են շատ հաջող հանդես եկան։ Եզրային նետման իրավունք են վաստակում Յուվեի ֆուտբոլիստները, փոխանցում։ Հևազյան։ Կրկին եզրային նետում։ Հաչեմյանը կենտրոնում ստանում է գնդակը, փոխանցում։ Դարպասապահը տիրում է գնդակին։ Եվ չի շտապում փոխանցում կատարել։ Կորսում է գնդակը Սերգեյ Եսայան, Սերգեյ Ղազարյան։ Հայվազյան, խաղի կանոնների խախտում, այո, ակնհայտ էր ամեն ինչ։ Գծում են Մանվել Այվազյանին և Յուվենտուսը վտանգավոր դիրքում ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Գնդակի մոտ Արտուր Աչեմյանն է, բայց թողնում է գնդակը Աչեմյանը խաղընկերոջը։ Տեսնենք ով կհարվածի դարպասին։ Հարված և հրաշալի է խաղում Կադիսի դարպասապահը։ Բավականին հուշք ու հարված ստացվեց։ Մարտիրոսյանը հասնում է և խլում է գնդակը։ Սակայն մինչ Դավիթ Մարտիրոսյանը փոխանցում կկատարեր, գնդակը արդեն իսկ հատել էր եզրային գիծը։ Կադիսն է գնդակով։ Խլում են գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները և երկար փոխանցում առաջ, սակայն փոխանցումը չհասավ հասցեատիրոջը, հիմա Կադիսն է կրկին գնդակով։ Հրաշալի կերպով խլեց գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստը Աչեմյան։ Հրաշալի գրող կարող է ստացվել Այվազյան։ Ինչպիսի համառ պայքար, բայց մրցավարը ազդարարում է կանոնների խախտում։ Արձանագրում է խաղի կանոնների խախտում և կարծես թե վնասվածք է ստացել Կադիսի ֆուտբոլիստը։ Հուսանք իհարկե վնասվածքը լուրջ չի լինի։ Դեռևս օգնություն են ցույց տալիս Կադիսի ֆուտբոլիստին։
Ֆուտբոլիստին օգնություն ցույց կտան արդեն դաշտի սահմաններից դուրս։ Շարունակվում է հանդիպումը բարեկամներ։ Յուվենտուսն է գնդակով։ Ղազարյան։ Եվ եզրային նետման իրավունք են վաստակում Յուվեի ֆուտբոլիստները։ Մարտիրոսյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ դեպի Մանվել Այվազյանը, բայց չասավ փոխանցումը անկերոջը հիմա տեսնենք Կադիսի արագ հակագրոհը մի փոքր ընկավ խաղի տեմպը մեկնարկային րոպեներից ակտիվ են ֆուտբոլիստները կարելի ասել հոգնել են արդեն բայց սա ժամանակավոր բնույթ է կրում Աչեմյան Աչեմյան Անդադար տեղաշարժում է խաղադաշտում Արտուր Աչեմյանը հավասարապես բաշխելով ուժերը նա օգնության է ասում թե արձակողներին և թե պաշտպաններին մեծ աշխատանք է կատարում խաղադաշտում իհարկե չմոռանանք նաև Արտուր Աչեմյանի հեռահար հուժկու հարվածները Կադիսի հերթական գրոհը տեսնողին զարգացում կստանա, բայց ուժեղ էր փոխանցումը հարված Յուվենտուսի դարպասից Սերգեյ Ղազարյան Խապս է տալիս շարժում է առաջ Կադիսի ֆուտբոլիստը Արված և հրաշալի է խաղում Յուվենտուսի դարպասապահ հրաշալի ցատկով գնդակը դուրս է հանում անկյունային Փոխանցում Մարտիրոսյանը գլխի հարվածով հեռացրեց գնդակը եզրային նետման իրավունք են հիմա վաստակում Կադիսի խաղացողները Աչեմյանը ստանում է գնդակը և սլանում է առաջ, տեղափոխվում է խաղադաշտի կենտրոն, փոխանցում ձախ եզր Խաղի կանոնների խախտումը, ակնհայտ էր խախտումը Գեղեցիկ կերպով շրջանցեց Աչեմյանը և մրցակիցը խախտեց կանոնները Խաղարկում են Տուգանային Աչեմյան Մանվել Այվազյան Ղազարյան ստանում է գնդակը խապս է տալիս հարված և բարձր են թանում հարվածը
Խլում է գնդակը Մարտիրոսյանը, բայց Կադիսը եվս հարցում խլում է գնդակը, բայց այն հայտնվում է Արթուր Աճեմյանի մոտ։ Գրողությունը տխապխոն Աչիազար Փոխանցում Այվազյան հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հրաշալի գրող ստացվեց և հարված Կադիսի դարպասից Փոխանցում առաջ հրաշալի կերպով կասեցրեց գնդակը Կադիսի ֆուտբոլիստը Ուժեղել փոխանցումը Եվ հիմա Յուվենտուսի դարպասապահը գնդակը կուղարկի առաջ Երկար փոխանցում դեպի Մանվել Այվազյանը Համաձայն չեն մրցավարի որոշման հետ Կադիսի ֆուտբոլիստները Եվ հերթական տուգանային հարվածը կիրացնեն Յուվենտուսի ֆուտբոլիստները Աճեմյանն է գնդակի մոտ Հարված Նյարդերը տեղի են տալիս բարեկամներ Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Խլում են գնդակը Յուվեի ֆուտբոլիստները, բայց գրող շարունակում է Հրաշալի է խաղում Յուվենտուսի ֆուտբոլիստը Հա տեսնում եք ինչպեսի համար պայքար է գնդակի համար Մարտիրոսյան Սերգեյ Ղազարյան Խլում է գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստը Այո, փոքր չընկավ խաղի տեմպը Գրողները կորցրեցին իրենց սրությունը Հապս է տալիս
Այդ փոխանցում հրաշալի փոխանցում էր եւ ոչ պակաս հրաշալի հարված, բայց հանաջող ստացվեց Կադիսի հերթական գրոյի փորձը եւ հարված Յուվենտուսի դարպասից Աչեմյան, Սերգեյ Ղազարյան Որսում է գնդակը Ղազարյանը պետք էր ավելի շուտ փոխանցում կատարել եւ Կադիսի հակագրոհը տեսնեցին զարգացում կստանա Աչեմյան, փոխանցում, հարված եւ գոլ Գոլ բարեկամներ 2-0 Յուվենտուսը կրկնապատկում է հաշիվը Գևորգ Լորդանյանը կրկնապատկեց հաշիվը եւ կրկին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արթուր Աչեմյանը 5 րոպե առաջին խաղակիսի ավարտին Յուվենտուսը 2-0 հաշվով հաղթում է մրցակցին Լորդանյան Այվազյանը ձախեզրում ստանում է գնդակը, խաղում է Աչեմյանի հետ Կրկին Գևորգ Լորդանյան փոխանցում դեպի Աչեզեր, բայց ուժեղ էր Փոխանցումը եւ խաղընկերը չկարողացավ Ինչպես հարկն է ընդունել գնդակը Հարված Կադիսի դարպասից Չեն շտապում Կադիսի ֆուտբոլիստները Փոխանցում առաջ Եվ հրաշքով Հիմա գնդակը չհայտվեց Յուվենտուսի դարպասում դարպասապահ առաջ եկավ որպեսզի հեռացնի գնդակը եւ գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից հրաշալի փոխանցում էր բայց ուժեղ էր չասավ փոխանցմանը Այվազյան Տուր Աչեմյան խաղում է Ղազարյանի հետ Դետ փոխանցում դեպի դարպասապահը Այո, կարիք էլ չկա կարծում եմ շտապելու Յուվենտուսը հաղթում է 2-0 հաշվով Երկար փոխանցում դեպի Ձախեզր Աչեմյանը Կադիսի հերթական գրոհը տեսնենք զարգացում կստանա Կենտրոնով սլանում է առաջ Հարված և դարպասապահը շատ հանգիստ վերցրեց գնդակը և այն
Անմիջապես ուղարկում է դեպի խաղընկերը։ Խաղի կանոնների խախտում Յուվենտուսի ֆուտբոլիստի հետ պայքարում։ Ջեմյան, խապս է տալիս։ Այվազյան հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հրաշալի հարված կատարեց։ Արթուր Աչեմյան խաղում է Մանվել Այվազյանի հետ, կրկին Աչեմյան և գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Քիչ ժամանակ է մնում բարեկամներ խաղի ավարտին, առաջին խաղի ավարտին։ Վտանգավոր դրություն է։ Շեղեր հարվածը։ Աչեմյան հրաշալի հնարավորություն է շարժվելու առաջ, հարված և փակում են հարվածի ճանապարհը։ Կադիսի, կագրոհը։ Էլ է պետք, խանցում։ Հեռացնում են գնդակը Յուվեի ֆուտբոլիստները։ Եվ առաջին խաղի կեսը ավարտվում է, առաջին կեսից հետո Յուվենտուսը հաղթում է 2-0 հաշվով։ Մենք են ընդմիջվենք կարճատև դադարով, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Եվ այսպես շարունակում ենք մեր հաղորդումը Ուրարտու մարզադաշտից, որտեղ այսօր տեղի ունենում Աֆելի Winter Cup-ի երկրորդ տուրի Կադիս Յուվենտուս հանդիպումը։ Արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Յուվենտուսը հաղթում է 2-0 հաշվով։ Քիչ թե շատ հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք։ Ճիշտ է Յուվենտուսը առաջին իսկ րոպեից տիրեց խաղային և տարածքային առավելությանը, բայց Կադիսը ետ չէր մնում գրոհների առումով, սակայն Յուվենտուսին միայն հաջողվեց 2 անգամ գրավել մրցակցի դարպասը, տեսնենք ինչ ընթացք կունենա խաղի երկրորդ խաղակեսը։ Կադիսը գնդակով։ Փոխանցումը պետք կատարել, այդպես էլ անում է, տեսնենք։ Յուվենտուսը հրաշալի է պաշտպանում, թույլ չի տալիս մրցակցին մրցնել իրենց տուգանային հրապարակ։ Սերգեյ Ղազարյանի հետ փոխանցում։
Այո, չեն շտապում Յուվեի ֆուտբոլիստները, քանի որ հաղթում են 2-0 հաշվով։ Բայց Յորդանյանը Ծախեզոն շարժում է առաջ։ Աչեմյան հրաշալի է խաղում։ Թույլ չեն տալիս Գևորգ Յորդանյանին հարված են դարպասին։ Կրկին գնդակ հայտվում է Յորդանյանի մոտ, Աչեմյան։ Նավել Այվազյան։ Չկարողացավ ինչպես հարկն ընդունել գնդակը Յորդանյանը և Կադիսի արագ հակագրոհը։ Փոխանցում հարված, փակում է հարվածի ճանապարհը Յուվեի ֆուտբոլիստը։ Ձեռքով խաղ սուլի չկա։ Եվ վտանգավոր դիրքում ստանդարտի իրավունք են վաստակում Կադիսի ֆուտբոլիստները։ Հարված։ Կրկին անգամ չի հայտնում գնդակը Յուվեի դարպասում։ Չի ստացվում այսօր Կադիսի մոտ։ Չի ստացվում վերջնական վճռորոշ հարվածը կամ վճռորոշ փոխանցումը դիպուկ չի լինում և դեռևս հաղթում է Յուվենտուսը 2-0 հաշվով։ Փոխանցում չզոկացնում է սպառնալիքը Յուվեի ֆուտբոլիստները։ Յորդանյան չհասկացան միմյանց Յուվեի ֆուտբոլիստները և եզրային նետում։ Յորդանյան գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, բայց չեն կարողանում պահել իրենց մոտ գնդակը։ Հիմա Աչեմյան Աչեզրով շարժում է առաջ։ Մնում է գնդակը Յուվեի մոտ, եզրային նետման իրավունք են վաստակում։ Հրաշալի խաղում Աչեմյանը։ Բայց պատասխան փոխանցումը դեպի Գևորգ Յորդանյանը անհաջող էր։ Եվ հիմա տեսնենք Կադիսի հակագրոհը ինչպիսի ընթացք ունենա Բաբախանյան։ Փոխանցում շարունակում է։ Ինչպիսի պայքար գնդակի համար։ Հարված Յուվենտուսի դարպասից Այվազյան երկրորդ կեսում ավելի շատ է Յուվեի սխալ փոխանցումները։
Իհարկե սխալ փոխադրումների առումով ետ չեն մնում նաև Կադիսի ֆուտբոլիստները։ Հերթական անհաջող փոխանցում է Յուվեի ֆուտբոլիստների կողմից։ Բաբախանյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց հեռացված է գնդակ, հիմա Սերգեյ Ղազարյանն է գնդակով։ Ժեղեր չստացվեց փոխանցումը։ Երկրորդ խաղակեսը իր տեմպով իհարկե զիջում է առաջին խաղակեսին։ Եվ հիմա էլ Յուվենտուսի ֆուտբոլիստն է խախտում խաղի կանոնները։ Վտանգավոր դիրքում Կադիսը ստանում է Տուգանային հարվածի իրավունք։ Հարված հեռացված է գնդակը։ Կադիսի դարպասապանն էր հարվածում դարպասին։ Հինգ րոպե խաղի ավարտին։ Կադիս Յուվենտուս 0-2։ Փոխանցում հեռացնում են, բայց մնում է գնդակը Կադիսի մոտ հարված և Կադիսի 80 համարը Բաբախանյանը կրճատում է հաշվի տարբերությունը 2-1։ Ռոբերտ Ֆիդանյանը գրավեց դարպասը Կադիսի 80 համարը։ Հանդիպան 35-րդ րոպեն 15 րոպե ունեն իրենց ակտիվում Կադիսի ֆուտբոլիստները, որպեսզի հավասարեցնեն հաշիվը։ Եզրային նետում Արի մոտիկ արջի Ղազարյան ուտնում է գնդակը, Աճեմյան Գեղեցիկ կոմբինացիա է Այվազյան Եվ հաշիվը դառնում է 3-1 Գևորգ Լորդանյան Ընդամենը 2 րոպեանց Յուվենտուսը կարողանում է իդ բերել երկու գնդակի առավելությունը 3-1
Կադիսն է գնդակով։ Փոխանցում առաջ։ Հեռացնում են գնդակը, բայց մնում է գնդակը Կադիսի մոտ։ Տեսնում են գնդակը հիմա Մանվել Այվազյան։ Փոխանցում հարվածը չստացվեց Սերգեյ Ղազարյանի։ Հրաշալի անցում էր։ Եվ եզրից Կադիսը կնետի գնդակը խաղի մեջ։ Մարտիրոսյան փորձեց խլել գնդակը չստացվեց եւ անկյունային արված։ Անկյունային իրացված է։ Արված չստացվեց։ Երկար փոխանցում առաջ դեպի Դավիթ Մարտիրոսյանը հասնում է գնդակին, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր, վտանգավոր դրություն է 4-1 4-1 բարեկամներ, ով է գոլի եղանակը Սերգեյ Ղազարյանը, կարծես թե գրավեց դարպասը։ Սերգեյ Ղազարյան 4-1 10 րոպե խաղի ավարտին 4-1 Կադիսն է գնդակով Խոցում ձախեզար Արված հրաշալի խաղաց Յուվենտուսի դարպասապա փրկելով դրությունը Ղազարյան Աչեմյան շրջանցում է Գրո շարունակում է Յուվենտուսի տեսնենք Արված թույլ էր Խնում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները Մարտիրոսյանը հրաշալի կերպով խլեց գնդակը Աչեմյան Այվազյան
Չստացվեց պատասխան փոխանցումը, որը ուղղված էր Արտուր Աչեմյանը դեպի բայց փոխանցումն ուժեղ էր, Աչեմյանը չկարողացավ հասնել գնդակին, հիմա արդեն Կադիսի դարպասապահ գնդակը կմստի խաղի մեջ։ Անհաջող գրոհի փորձ։ Ղազարյան շարունակվում է Յուվենտուսի գրոհը, փոխանցում դեպի կենտրոն Արտուր Աչեմյան։ Ղազարյան փոխանցում է պետք է տարել։ Աչեմյանը հարվածում է և շեղեր։ Կադիսի գրոհ հերթական։ Այվազյան Ղազարյան, Այվազյան չստացվեց Սերգեյ Ղազարյանի վերջնական հարվածը։ Հարված, փակում են հարվածի ճանապարհը և անկյունային։ Փոխանցում, հեռացնում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները։ Այո, շատ հանգիստ փոխանցեց դարպասապահին։ Յորդանյան Եվ եզրային նետում, Յուվենտուսը կնետի գնդակը եզրից։ Աչեմյանն անջել է Արտուր Աչեմյանը։ Այո, Յուվենտուսը տանում էր երկրորդ անօթվեջ հաղթանակը, վաստակում 6 միավոր, հարված և հերթական եզրային նետումը։ Ղազարյան Խապսը տալիս Կադիսի հակագրոհը հարված անկյունային փոխանցում չասավ խաղունքերը փոխանցմանը և Յուվենտուսը հերթական անգամ եզրեց կնետի գնդակը
Հրաշալի խաղում, փոխանցում է պետք կատարել եւ վաստակում է Մանկյունային հարվածի իրավունք։ Խաղարկում են Մանկյունայինը Ղազարյան։ Չասավ փոխանցումը դեպի Հաչեմյանին կատիցը խլում է եւ ձեռնարկում արագ հակագրո։ Հրաշալի անցում էր։ Հայլուն կերպով են պաշտպանվում Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Թույլ չեն տալիս մրցակցին անգամ հարված կատարել դարպասին։ Ղազարյան կենտրոնով շարժում է առաջ, փոխանցում դեպի Լորդանյանը։ Ղազարյան! 5-1 բարեկամներ։ Ոչ գնդակը չէր այդտեղ դարպասում։ Յուվենտուսն է գնդակով։ Լորդանյան։ Վտանգավոր գրող կարող է ստացվել եւ Դավիթ Մարտիրոսյանը գնդակը դուրս է բերում Անկյունային։ Անկյունայինը իրացված է։ Բավականին վտանգավոր գրող ստացվեց։ Մարտիրոսյան, Լորդանյան, հարված, տիրում է գնդակին դարպասապահը և այն անմիջապես ուղարկում առաջ, և վերջ բարեկամներ, վերջ Յուվենտուսը 4-1 հաշվով հաղթում է Կադիսին, վաստակում իր հերթական 3 միավորը։ Շնորհավորում եմ Յուվենտուսի ֆուտբոլիստերին գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ եւ այսքանով էլ ավարտում այսօրվա ռեպորտաժը։ Այն ձեզ համար վարեց Շավարժ Հարությունյանը, ցտեսություն։